հարցեր ունենք։ Պարոն Փաշինյան, այս հայհոյանքից հետո Երևանի պետական համալսարանի ուսանողներին ինչ էիք ասում։ Պարոն Փաշինյան, մենք ձեզ հարցեր ունենք։ Պետությունը պետք է բոլոր հարցերին պատասխանեցի, հիմա չեմ խոսում։ Հիմա որոշում է պետք է բան ունենալ, եկեղեցին պետությունը դեր ունենա վեհապարի ընտրության հարցում։ Քննարկվել է առհասարակ ինչ ձևաչափով, ոնց, կա ինչ որ մոտեցում արդեն, որ օրինակ գործադիրի կազմում ձևավորվել է։ Նման քննարկում եղել է առհասարակ։ Ես կարծում եմ բոլոր հարցերը իրենց պատասխանները ժամանակին կստանան, այն որ բարեփոխման կարիք կա, այդ թվում եկեղեցում ավելի քան ակնհայտ է, ու եթե դուք այդ խնդիրները չեք տեսնում, ցավում եմ, որովհետև խնդիրները ակնհայտ են։ Հարց եմ ձեզ տալիս, տիկին նախարար։ Ես այլևս որևէ հարցի կներեք, որտեղ կարծում եք, որ պետք է մասնակցի պետությունը վեհապարի ընտրության։ Ես շտապում եմ, ներողություն եմ խնդրում, կարծում եմ ավելի քան պարզ պատասխանեցի։ Պարոն Հովհաննիսյան, Ես արդեն պատասխանում եմ։ Պարոն Հովհաննիսյան, դուք ասում եք կարող եք ուսանողների ցանկ եք ուզել։ Որևէ մեկը ցանկ չի ուզել Ժողովուրդ ջան։ Ուսանողները շատ ակտիվ ուսանողների եւ ուսանողներին մեյլ չի գնացել, նրանք տեղյակ չեն եղել, ընտրված ուսանողներ են։ ընտրված ուսանողներ չեն եղել, եթե հարցերի տեսնեիք սրությունը եւ խորությունը կհասկանայիք, որ ընտրված չեն։ Ինչպես։ Ես հիմա մանրամասներ չեմ կարող ասել, լրատվականը վարչապետի կտարածի տեղեկատվություն դուք ընդդեղից կիմանաք։ Շնորհակալություն Ժորժ ջան, շնորհակալություն։ Շնորհակալություն։